Շատդաունը հետաձգվեց, որքան կտևի Թրամփի ու դեմոկրատների միջև զինադադարը։ Թրամփը ընդդեմ սեփական կառավարության 10 միլիարդանոց հաշիվ հարկայինին ֆիլմ առաջին տիկնոջ մասին, ինչով է բոլորին զարմացրել Մելանիա Թրամփը։ Աշխարհի ամենաարագ կինը կարող է ճաղերի հետևում հայտնվել, ինչի համար է մեղադրվում ամերիկացի օլիմպիական չեմպիոնը։ Կրակոցներ Լոս Անջելեսի փողոցներում 3 կասկածյալները դեռ փախուստի մեջ են։ Էմբեր զգուշացում Լոս Անջելեսի շրջանում 2 երեխա են անհետացել սև Սորենտոյով։ Վեյմոյի ինքնակառավարվող մեքենան երեխայի է վրաերթի ենթարկել, արդյոք մեքենան է եղել մեղավորը։ Վթարներ եւ հսկա խցանումներ Լոս Անջելեսում 170-րդ մայրուղին վերածվել է ավտոմեքենաների կույտի։ Մահվան գլխարկը Կալիֆոռնիայի անտառները դարձել են վտանգավոր։ Թաքնված տեսախցիկ հիվանդանոցի սանհանգույցում։ Արդյոք Վենեսուելայից հետո Մեքսիկան կդառնա Թրամփի հաջորդ զոհը։ Օլիմպիական չեմպիոնից կարտելի պարագլուխ։ Շեյնբաումի կանադական պատասխանը Թրամփին։ Այս ամենի հետ այսօր հասցնելու ենք պատմել նաև ԱՄՆ նահանգներից ևս մեկի մասին, ինչով է հայտնի Ֆլորիդան, ինչ նշանավոր դեմքեր են ծնվել այս նահանգում, ինչու է այն այդքան կարևոր Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին եւ ավելին մեր թողարկման երկրորդ մասում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ եւ լայքել տեսանյութը։ Մի խոսքով, ձեր աջակցությունը ինչպես միշտ մեզ ոգևորում եւ ուժ է տալիս, այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Թրամփը եւ Սենատի դեմոկրատները հասել են համաձայնության, ինչը թույլ կտա կանխել շատդաունը։ Ըստ պայմանավորվածության պետական համակարգի մեծ մասը կֆինանսավորվի մինչև սեպտեմբեր բացառությամբ ազգային անվտանգության նախարարության։ Այս կարճաժամկետ լուծումն անհրաժեշտ է Մինեապոլիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպերից հետո ICE գործունեությունը վերանայելու համար։ Truth Social սոցիալական ցանցում Թրամփը կոչ է արել երկկողմ այո քվեարկել համաձայնությանը, նշելով, որ միակ բանը, որը կարող է դանդաղեցնել մեր երկիրը, կառավարության հերթական երկար ու վնասակար դադարն է։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հաստատել է, որ նախագահի հետ քննարկումները եղել են արդյունավետ եւ կառուցողական, թեև պաշտպանության եւ պետդեպարտամենտի ֆինանսավորումը կարող է տեխնիկապես ընդհատվել շաբաթ օրը, սպասվում է, որ նախագահի ստորագրությամբ այս գործարքը կվերացնի ճգնաժամը։ Թրամփը ոչ միայն դեմոկրատների, այլև իր կառավարության հետ հաշտ չէ։ ԱՄՆ նախագահը 10 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել ներքին եկամուտների ծառայության եւ ֆինանսների նախարարության դեմ։ Նա պնդում է, որ գերատեսչությունները չեն կանխել իր հարկային տվյալների անօրինական արտահոսքը լրատվամիջոցներ։ Հայցը ներկայացվել է Մայամիի դաշնային դատարան նրա անձնական կարգավիճակով։ Արտահոսքի հեղինակը նախկին կապալառուներից էր, որը տվյալները փոխանցել էր The New York Times պարբերականին։ Ըստ այդ տվյալների Թրամփը վճարել է ընդամենը $750 հարկ։ Նույն անձը խոստովանել է նաև Ջեֆ Բեզոսի եւ Մասկի տվյալները գողանալու փաստը։ Թրամփը նախ հայտարարել է, որ այդ տեղեկությունները սուտ են, ապա դատի տվել պետական մարմիններին, որ տվյալների գաղտնիությունը չեն պահպանել։ Հետաքրքրական է, որ հայցը հաղթելու դեպքում Թրամփը ինքն է հաստատելու վճարումը։ Նա մտադիր է այդ գումարը տրամադրել բարեգործությանը կամ Սպիտակ տանը։ Օրվա աստղը ոչ թե Թրամփն էր, այլ նրա կինը։ Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում կայացել է առաջին տիկին Մելանիա Թրամփի «Մելանիա 20 օր մինչև պատմություն» փաստագրական ֆիլմի շքեղ պրեմիերան։ Սա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ գործող առաջին տիկնոջ կյանքը էկրանավորվել է նման մակարդակով։ Ավանդական կարմիր գորգի փոխարեն ընտրվել է սև գույնը։ Միջոցառման գլխավոր հերոսուհին ներկայացավ Քրիստիան Դիորի մոխրագույն կոստյումով։ Նրա զգեստապահանի ընտրությունը դարձավ երեկոյի ամենակննարկվող թեմաներից մեկը, ստվերելով նույնիսկ հրավիրված բազմաթիվ աստղերին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Amazon MGM Studios ընկերությունը նախագծի համար վճարել է ապշեցուցիչ $40 միլիոն, ինչը վկայում է Թրամփների ընտանիքի հանդեպ հսկայական հետաքրքրության մասին։ Թեև շատերը քննադատում են նման թանկարժեք նախագծերը, սակայն շուկայի մասնագետները կանխատեսում են մեծ հաջողություն։
Եվս մեկ կին ուշադրության կենտրոնում, բայց ոչ թե կինոքննադատների, այլ իրավապահների։ Օլիմպիական ոսկե մեդալակիր եւ աշխարհի ամենաարագ կանանցից մեկը Շակարի Ռիչարդսոնը ձերբակալվել է Ֆլորիդայում։ 25-ամյա մարզիկին մեղադրում են ավելի քան 100 մղոն ժամ արագությամբ մեքենա վարելու մեջ։ Ռիչարդսոնը վազքուղուց դուրս առաջին անգամ չէ հայտնվում սկանդալների կենտրոնում։ Օգոստոսին մարզիկը ձերբակալվել էր ընկերոջը ծեծի ենթարկելու մեղադրանքով։ Ֆլորիդայի գերարագ վարորդների մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, խստորեն պատժում է 100 մղոն ժամ գերազանցողներին։ Առաջին անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում սահմանված է մինչև 30 օրվա բանտարկություն կամ $500 տուգանք։ 5 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում ընդհուպ մինչև 90 օր կալանք եւ առնվազն 180 օրով վարորդական իրավունքից զրկում։ Տեղափոխվենք Կալիֆոռնիա, որտեղ եւս այս օրերին պատահարների պակաս չկա։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը որոնում է մի քանի կասկածյալների։ Հինգշաբթի կեսօրին Վերմոնտ նոլսում հնչած կրակոցներից հետո ոստիկանությունը Վերմոնտի 8200 բլոկում մահաբեր զենքի կիրառմամբ հարձակման մասին հաղորդում է ստացել։ Ժամանելով դեպքի վայր, սպաները հայտնաբերել են տուժածների հրազենային վնասվածքով։ Ըստ իրավապահների նկատվել են դեպքի վայրից հեռացող 3 անձ։ Տուժածի առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Հանցագործները դեռևս ազատության մեջ են եւ որոնողական աշխատանքները շարունակվում են ողջ շրջանում։ Կալիֆոռնիայի ճանապարհային բարեկությունը հինգշաբթի վաղ առավոտյան Amber Alert է հայտարարել Լոս Անջելեսի շրջանի Սանտա Քլարիտա քաղաքից անհետացած 2 երեխայի եւ մի մեծահասակ կասկածյալի գտնվելու վայրը պարզելու նպատակով։ Նրանց վերջին անգամ տեսել են չորեքշաբթի ժամը 13:30-ի սահմաններում։ Անհետացած երեխաներից մեկը 9, երկրորդը 12 տարեկան է։ Նրանց հետ է եղել 45-ամյա մի կին։ 3 անձինք հավանաբար շարժվել են սև գույնի 2018 թվականի Kia Sorento մակնիշի մեքենայով։ Իշխանությունները հորդորում են ցանկացած անձի, ով տեսել է կասկածյալին, երեխաներին կամ մեքենան, անմիջապես զանգահարել 911։ Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա շրջանի տարրական դպրոցի հարևանությամբ Վեյմոյի ինքնակառավարվող մեքենան հարվածել է երեխայի։ Երեխան ստացել է թեթև վնասվածքներ։ Մեքենան զանգահարել է 911 եւ մնացել է դեպքի վայրում, մինչև իրավապահները թույլատրել են հեռանալ։ Մեքենան կտրուկ արգելակել է, նվազեցնելով արագությունը 17 մղոն ժամից մինչև 6 մղոն ժամ նախքան հարվածը, նշված է զեկույցում։ Նշվում է, որ եթե այդ պահին ղեկին մարդ լիներ, հարվածը կլիներ ավելի ուժեղ։ Հետաքննությունը կպարզի, արդյոք մեքենան ցուցաբերել է պատշաճ զգուշավորություն, թե ոչ։ Սա միակ խնդիրը չէ։ Թեքսաս նահանգում եւ Ատլանտայում եւս հետաքննություններ են ընթանում։ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը ուսումնասիրում է դպրոցական ավտոբուսներին անօրինական շրջանցելու մոտ 20 դեպք։ Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում հինգշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր շղթայական ավտովթարը կաթվածահար է արել երթևեկությունը։ Հարավային 170-րդ մայրուղու վրա մի քանի մեքենաների բախումը փակել է երթևեկելի գոտիները, առաջացնելով հսկայական խցանումներ։ Միջադեպը գրանցվել է 101-րդ մայրուղու հետ հատվող հանգույցից մի փոքր դեպի հյուսիս ընկած հատվածում։ Խցանումները հասել են մինչև հյուսիսային Հոլիվուդ։ Կալիֆոռնիայի իրավապահները շարունակում են հետաքննությունը պարզելու, թե ինչն է հանգեցրել նման մասշտաբային բախման։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում վայրի սնկեր հավաքող քաղաքացին մահացել է իր գտած սունկը ուտելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել Կոնտրա Կոստա շրջանի տարածաշրջանային այգիներից մեկում, որտեղից հավաքվել էին մահվան գլխարկ անվամբ հայտնի սնկերը։ Կալիֆոռնիայի անձրևային սեզոնի սկզբից նոյեմբերի կեսերից ի վեր արդեն գրանցվել է սնկից թունավորման մոտ 40 դեպք, որոնցից 4-ն ավարտվել են մահով։ Դեպքերը եղել են Ալամեդա, Կոնտրա Կոստա, Սան Ֆրանցիսկո, Սան Մատեո, Սանտա Կլարա, Սանտա Կրուզ եւ Սոնոմա շրջաններում։ Սնկերի տարածված վտանգավոր տեսակներից են մահվան հրեշտակը, մահվան գլխարկը եւ ճանճասպան ամանիտան։ Մասնագետները հատուկ շեշտում են, որ թունավոր սնկերը եփելը, եռացնելը, սառեցնելը կամ չորացնելը դրանք անվտանգ չեն դարձնում ուտելու համար։
Լոս Անջելեսի Kaiser Permanente West Los Angeles բժշկական կենտրոնում խոշոր սկանդալ է բռնկվել։ Աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցում հայտնաբերվել է պատի մեջ մոնտաժված թաքնված տեսախցիկ։ Հետաքննության արդյունքում կասկածյալը, ով նույն հիվանդանոցի աշխատակից էր, ձերբակալվել է եւ աշխատանքից ազատվել։ Հունվարի 29-ին շուրջ 30 զոհեր, այդ թվում շտապօգնության բուժքույրերը, հայտարարել են հիվանդանոցի դեմ դատական հայց ներկայացնելու մասին, պահանջելով պատասխանատվություն այս միջադեպի համար։ Թրամփը Մեքսիկայի սպառնում է 25%-անոց մաքսատուրքեր սահմանել։ Պատճառն այն է, որ այդ երկիրը Կուբային նավթ է տրամադրում։ Այս քայլը կարող է լուրջ հարված հասցնել Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի միջև գործող համաձայնագրին, որը կարգավորում է տարածաշրջանային առևտուրը։ Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ Մեքսիկան պետք է անհապաղ դադարեցնի էներգակիրների մատակարարումը բռնապետական Կուբային։ Մեքսիկան մեզանից հսկայական գումարներ է վաստակում, բայց միևնույն ժամանակ օգնում է մեր թշնամիներին, նշել է նա։ 25%-անոց տուրքերը կարող են քաոս առաջացնել շուկայում, թանկացնելով ամեն ինչ, սկսած ավոկադոից մինչև Թեքսասում արտադրվող մեքենաները։ Այս առճակատումը կարող է վերաճել լայնածավալ առևտրային պատերազմի, եթե կողմերը չգտնեն փոխզիջումային տարբերակ։ Տնտեսագետները զգուշացնում են, որ նման կոշտ միջոցները կհարվածեն նաև ամերիկացի սպառողների գրպանին։ Մեքսիկայի նախագահը հակադարձել է Թրամփի 25%-անոց մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին։ Նա շեշտել է, որ թմրանյութերի մաքսանենգությունը միայն Մեքսիկայի խնդիրը չէ, որպես ապացույց հիշատակել է կանադացի նախկին օլիմպիական սնոուբորդիստ Ռայան Վեդինգին։ Վեդինգը մեղադրվում է հզոր կարտել ղեկավարելու եւ սպանություններ պատվիրելու մեջ, որը Մեքսիկայից տոննաներով կոկաին էր տեղափոխում ԱՄՆ եւ Կանադա։ FBI-ի տվյալներով Վեդինգը, ով մասնակցել է 2002-ի օլիմպիական խաղերին, այժմ համարվում է վտանգավոր փախստական։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Շիրլի Ռեյնսը, որը TikTok-ի իր ավելի քան 5 միլիոն հետևորդներին եւ անօթևան համայնքներին հայտնի էր որպես Miss Shirley, մահացել է 58 տարեկան հասակում։ Ռեյնսը, ով 2021-ին ճանաչվել էր CNN-ի տարվա հերոս, 6 երեխա ուներ, որոնցից մեկը մահացել է մանուկ հասակում։ Այդ ցավը նրան մղել էր օգնել անօթևան մարդկանց։ Ռեյնսը սկսել է աշխատել անօթևան համայնքների հետ 2017 թվականին։ Նա իր հաճախորդներին դիմավորում էր մեծ ոգևորությամբ եւ նրանց անվանելով թագավոր կամ թագուհի։ Քենթակիի ֆերմերներից մեկը ձմեռային փոթորիկի ժամանակ ձյան մեջ հայտնաբերել է գրեթե սառած նորածին հորթի։ Կենդանուն փրկելու համար նա դիմել է բավականին արտասովոր, բայց արդյունավետ մեթոդի։ Հորթին տեղափոխել է սեփական լոգարանի մեջ, լցնելով գոլ ջուր։ Մի քանի ժամ անց ջրում մնալուց հետո հորթը սկսել է շարժվել եւ կազդուրվելու առաջին նշանները ցույց տալ։ Նախքան անխոր տեղափոխելը ֆերմերը կենդանուն իր հյուրասենյակում է պահել։ Հենց հյուրասենյակից արված լուսանկարներն են համացանցում ճանաչում բերել փրկված կենդանուն եւ բարի ֆերմերին։ Գերմանացի կատակերգու Մաքսի Շաֆրոթը փորձել է ԱՄՆ դրոշը բարձրացնել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուկում։ Երբ զայրացած անցորդները հարցեր են ուղղել նրան, դերասանը ներկայացել է որպես ամերիկացի պաշտոնյա, սակայն կատակը չի ստացվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ նրա մասին հայտնել են ոստիկանությանը եւ նա տուգանվել է իր արարքի համար։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այս անգամ նա ԱՄՆ նահանգներից Ֆլորիդայի գաղտնիքներն է բացահայտելու, այնպես որ բաց չթողնեք։ Բարև ձեզ։ Այսօր միասին կբացահայտենք ԱՄՆ նահանգներից եւս մեկի արևոտ Ֆլորիդայի գաղտնիքները։ Սա ԱՄՆ-ի 27-րդ նահանգն է, որը միության մեջ է մտել 1845 թվականի մարտի 3-ին, գտնվում է երկրի ծայր հարավ-արևելքում և հայտնի է որպես Արևի լույսի նահանգ։ Նահանգի կլիման մերձարևադարձային է, շոգ ամառներով եւ մեղմ ձմեռներով։ Այստեղ խոնավությունը բավականին բարձր է, կործանարար փոթորիկները հաճախակի։ Ֆլորիդան ԱՄՆ-ում միակ վայրն է, որտեղ արևադարձային բնությունն ու օվկիանոսի մշտական ներկայությունը թելադրում են մարդկանց կյանքի ամենօրյա ռիթմն ու տնտեսական գործունեությունը տարվա ողջ ընթացքում։ Ֆլորիդան վերջին տարիներին վերջնականապես դարձել է հանրապետականների հիմնական հենակետերից մեկը։ Թրամփի համար սա հարազատ նահանգ է, այստեղ ունի լայն աջակցություն եւ մշտական բնակության վայր։ Այն նախկինում համարվում էր տատանվող նահանգ, սակայն պահպանողական արժեքներն այստեղ գնալով ավելի են ամրանում։
Ֆլորիդայի տնտեսությունն աշխարհում խոշորներից է, ԱՄՆ-ում 4-ն է, Կալիֆոռնիա, Թեքսաս եւ Նյու Յորք նահանգներից հետո։ Տնտեսության հիմքն են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը եւ բարձր տեխնոլոգիական ոլորտները։ Այս հզոր տնտեսական ներուժը ապահովում է բնակչության բարձր կենսամակարդակը եւ նահանգի շարունակական առաջխաղացումը համաշխարհային շուկայում։ Նահանգում են գործում համաշխարհային նշանակության այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են NASA-ն, Walt Disney-ն, Carnival Corporation-ը, այս հսկաները Ֆլորիդան դարձնում են տիեզերական հետազոտությունների եւ զվարճանքի համաշխարհային կենտրոն։ Դա նահանգի համար ամեն տարի միլիոնավոր այցելուներ եւ հսկա ներդրումներ է ապահովում աշխարհի բոլոր ծայրերից։ Միգրացիոն քաղաքականությունն այստեղ բավականին խիստ է։ 2026 թվականից ուժի մեջ են մտնում նոր օրինագծեր, որոնք սահմանափակում են անօրինական միգրանտներին վարկերի տրամադրումը, տուգանք են նախատեսում վերջիններիս աշխատանքի ընդունողների համար։ Սակայն նահանգը մնում է ներգաղթյալների հիմնական ուղղություններից մեկը, հատկապես Կուբայից։ Հերթը հասավ նահանգի յուրահատկություններին ու տարօրինակություններին։ Ֆլորիդան հայտնի է աշխույժ ու բազմագույն գասպարիլածովահենական փառատոնով։ Եթե փղով գնաք Ֆլորիդա, առաջարկում են փղին կայանման հաշվիչին չկապեք։ Օրենքով դրա համար տուգանք է նախատեսված։ Նույնը վերաբերում է նաև հանրային վայրում լողազգեստով երգելուն։ Այս նահանգի բացասական կողմերից են կործանարար փոթորիկները։ Վերջին 200 տարվա ընթացքում Ֆլորիդայում դրանց պատճառով շուրջ 5000 մարդ է մահացել։ Պատմական ծանր միջադեպերից է Ռոուզվուդի կոտորածը 1923 թվականին, երբ աֆրոամերիկացիներով բնակեցված մի ողջ գյուղ ավերվեց։ Սա տասնամյակներ շարունակ փակ թեմա էր ԱՄՆ-ում, իսկ հետո լայն տարածում ստացավ։ Անգամ դրան նվիրված ֆիլմ նկարահանվեց հենց գյուղի անունով։ Ֆլորիդան մնում է Ամերիկայի ամենագունեղ և դինամիկ զարգացող նահանգներից մեկը։ Այն հմտորեն միավորում է տեխնոլոգիական ապագան և պատմական անցյալը, առաջարկելով անսահման հնարավորություններ և երկրի վրա, և տիեզերքում, այնպես որ համարձակ այցելեք Ֆլորիդա, ընտրեք այն, ինչը ձեզ ավելի հոգեհարազատ է, բայց ամենակարևորը, որտեղ է լինեք, չմոռանաք միանալ Glendale News-ին, ուղիղ մեկ շաբաթից միասին բացահայտելու ենք հերթական նահանգը։ Հուսով եմ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով և ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը ինչպես միշտ 5:30-ին։ Հաջողություն։